Նայեք երկինք և կտեսնեք 2026 թվականի թրենդային գույնը՝ ամպերի մեջ պարողը կամ Cloud Dancer, համաձայն Pantone գույների ինստիտուտի հագեցած հավասարակշռված հանգստության զգացողությամբ։ Դիզայներ Արամ Նիկոլյանը զարկերակի հետ զրույցում նշեց, որ գույնը բազային է ու տարբեր գույների հետ համադրմամբ կարելի է ստեղծել տաք և սառը կերպարներ։ Ըստ Նիկոլյանի նորաձևությունը ոչ միանշանակ է դարձել։ Շարունակվելու են անցած տարվա միտումները՝ ոչ շատ լայն հագուստ, գոտկատեղ դնդգծող զգեստներ, միտումը շարունակվում է դեպի կանացիություն, ոչ թե oversize։ 2026-ին շատ ակտուալ են լինելու փետուրները, բամբակյա գործվածքները, փայլերը, թեփուկները։ Կովի պրինտին փոխարինելու է գալիս լեոպարդի, պանտերայի պրինտը։ Դիզայները նշեց, որ նորաձևությունից չեն հեռանա մուշտակները, որոնք համադրելի են սպորտային կերպարի հետ։ Նախընտրությունը տրվում է արհեստական մորթուն։ Նորաձևության մեջ գնալով ակտիվանում է էկո ուղղվածությունը, ընդգծեց նա։ Տղամարդկանց կզարդարի առնականությունը, ակտուալ կլինեն թեթև բաճկոնները, սպորտային կոշիկները, մինիմալիստական գույները։ Պետք է պարզապես անհատ լինել։ Նորաձևությունն այնքան լղոզված է դարձել եւ միատեսակ, որ նորաձև է հենց անհատականությունը։ Պետք է փորձել հագնվել գրագետ, հաշվի առնելով մարմնի համաչափությունները, ընդգծեց դիզայները։ Ըստ չինական փիլիսոփայության 2026 թվականին հրեձիու համար հաջողագույներն են կարմիրը, ոսկեգույնը, կանաչը։ Արամ Նիկոլյանը խորհուրդ տվեց չսահմանափակվել գույների ընտրության հարցում, քանի որ գույնը չէ, որ կարող է ազդել տարվա հաջողակ լինել-չլինելու վրա։